Այսօր անպայման անդրադառնայի նաև տրանսպորտին։ Ես კი անունը չեմ ուզում տամ, որովհետև իր անունը մաքուր հայկական է, բայց ինքը հայի գործողություններ չի անում։ Ավինյան, ես չեմ հասկանում, ես նորից կապիկություն է սկսել անել։ Վարորդներին կներեք խոսքիս համար, հայկական խոսք չի, բայց քսի ես տալի ժողովրդի վրա նորից։ Այ աննորմալ, լավ մի հատ նախ եւ առաջ մտածի քո արածը։ Դու յուրաքանչյուր թոշակառուից գրպանում ես 45 դրամ։ Թոշակառուն ինչի պետքա 150 դրամ ուծի իր երթևեկության համար։ Մի հատ ինձ ասա, քո ընդունած օրենքն է, չէ՞։ Արա դու մարդու տղա ես, շանթուլա չես, արա։ Հասկանում ես ինչ ես անում։ 105 դրամանոց կասա դիր, թող թոշակառուն իր թոշակի գրքույկից այդ 105 դրամով տանի, ստանա։ Վարորդին ասում ես առաջի դուռը բաց, երկրորդը մի բարձ, այ կապիկ, ծառի ծառ թռող։ Ճյուղերը վերջանում են, ամենա բարակ ճյուղի վրա ես, հեսա հետը կկոտրվի, գիտես որտեղդ կմտնի։ Մի քիչ մարդ եղի, 2 ամիս է չմնաց։ Քեզ տվում է, որ Փաշինյանի ընտրությունները, բանը, ղեկավարի ընտրություններից հետո դու մնալվես, շատ ես սխալվում, շատ։ Ընդհանրապես լրիվ գերատեսչությունները, լրիվ նախարարությունները, լրիվ քաղաքապետարանները, գյուղապետարանները լրիվ մաքրվելու են այս երկրից։ Ձեր մասին մտածեք։ Փողը գրփելով չի։ Ումի լացեք։ Չունենք, ֆոնդը մի գողացեք ունեցեք։ Պրիկազը հետ ես վերցնում, որոշումդ։ Վարորդները լրիվ դռները բացում են, դնում ես 120, 105 դրամանոց կասաներ, 150, 105, 120, 120-ը ուսանողի համար, 105-ը թոշակառուի, 150-ը սովորական մարդկանց համար։ Ընդհանրապես թոշակառուինը ձրի պտի լինի։ Կարմիր գծեր, այ կարմիր գծեր։ Էլեկտրական տրանսպորտի համար է մենակ, բայց ինչի թոշակառուի համար չի։ Այ ողորմելի։